Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն առավել պատրաստված պահեստազորայիններ ունենալու, մասնագիտական պատրաստվածության որակը մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը բարձրացնելու նպատակով։ Կառավարության որոշմամբ նախագծի ընդունումը պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար է։ Անցած տարի Թուրքիայի 265 քաղաքացի է դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, նրանցից 118-ը ստացել են։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով անցած տարի Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է ընդհանուր 21476 դիմում, որոնցից 9825-ը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել։ 4202 անձ էլ Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնելու համար է դիմել։ Արթուր Չախոյանը, որը օրեր առաջ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի ու թաղապետարանի մի խումբ աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվել, վստահ է, որ իր դեմ հարձակումը պլանավորված է եղել։ Ասուլիսի ժամանակ Չախոյանը նախ հերքել է հայտարարությունները, թե ինքը վիրավորել է Նորքի ղեկավարին, միացնելով իր խոսքը փաստող ձայնագրություններ։ Չախոյանի խոսքով, երբ ինքը փորձել է կոռուպցիոն բացահայտումներ անել, Նորքի թաղապետը աշխատանք է առաջարկել իրեն, որից հրաժարվել է։ Նաև հերքել է այն տեղեկությունները, թե ինքը ֆինանսավորվում է ընդդիմությունից կամ էլ որևէ քաղաքական ուժի պրոյեկտ է։ Չինաստանից Հայաստան նոր միջազգային մուլտիմոդալ երթուղին կգործարկեն 2025 թվականի հունիսի սկզբին։ Երթուղու նախաձեռնողը հայկական կողմն է, օպերատորը Ղազախստանը։ Հայաստանի ներկայացուցիչները երկար ժամանակ բանակցություններ են վարել Չինաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի հետ մուլտիմոդալ միջանցքի գործարկման համար։ Առևտրաարդյունաբերական պալատից են հայտնում։ Չինաստանից կոնտեյներային գնացքը Ղազախստանով եւ Թուրքմենստանով տարանցմամբ կհասնի իրական Ջուլֆա կայարան։ Այնտեղից կոնտեյներները բեռնատարներով կտեղափոխվեն Երևան։ Պետությունը մինչև 10,000 դրամ կտա անձին յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդանոցային մորթի համար։ Կառավարության նիստում են քննարկել։ Բրուցելուզով հիվանդ կենդանու համար 15,000 դրամ կտրամադրեն, քանի որ այդ հիվանդությամբ կենդանու մորթն իր առանձնահատկություններն ու բարդություններն ունի։ Սպանդանոցները պետք է աշխատեն ֆիքսված գնով, եթե որոշեն գինը բարձրացնել, ապա տվյալ սպանդանոցը դուրս կգա այս ծրագրից։ Կնքելու են եռակողմ պայմանագիր Էկոնոմիկայի նախարարություն սպանդանոց քաղաքացի կողմերով։ Իսկ համայնքն ընդամենն ընթացիկ մոնիթորինգ է իրականացնելու, որի համար կառավարությունից կստանա լրացուցիչ 3% ծառայության վճարը։ Կթվայնացվեն տրանսպորտային միջոցների առուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը, համարանիշների ստացումը եւ հաշվառման վկայականները։ Նախկինում նման դեպքերում պայմանագիր կնքելիս քաղաքացիները մի քանի անգամ այցելում էին հաշվառման քննարկման ստորաբաժանումներ։ Հիմա նախատեսում են թվային հարթակի միջոցով այդ ամենն իրականացնել։ Կնոջ հետ ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց հայտնաբերել են ընկնելու վայրից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա ջրաշենում գտնվող ջրատարից։ Հատուկ ճոպանների միջոցով են նրան դուրս բերել ջրամբարից, դեպքի վայր են ժամանել քրեական եւ համայնքային ոստիկանության ծառայողները։ Տղամարդը ապրիլի 26-ին Երևանի Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն էր ընկել իր ծանոթ կնոջ հետ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության 2 ոստիկաններ այդ պահին կարողացել են կնոջը ջրատարից դուրս բերել։ Տղամարդուն փրկել չի հաջողվել։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։